Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը հսկայական գումարներ են ծախսում, ով եւ ինչպես է ֆինանսավորում կուսակցություններին։ Մի կողմից կանխիկը, ճամպրուկով փողերն ու բանկային փոխանցումներն են, որ տեսանելի եւ որոշ չափով վերահսկելի են, մյուս կողմից անտեսանելի փողն է, կրիպտոարժույթը, որը գրեթե դուրս է վերահսկողությունից։ Մինչդեռ փորձագետների գնահատմամբ Հայաստանում կրիպտոշուկայի տարեկան շրջանառությունը հասնում է 10 միլիարդ դոլարի։ Կրիպտոյի ինչ կարգավորումներ են գործում այսօր, որքանով են պետական կառույցները վերահսկում դաշտը եւ կարող են արդյոք կրիպտոարժույթով փոխանցվող խոշոր գումարներն իրական ազդեցություն ունենալ ընտրությունների վրա։ Այս հարցերի պատասխանները կփորձեն գտնել Factor TV-ի փաստաքննությունում։ Հայաստանում օրենքը սահմանում է հստակ կանոններ, քարոզչության բոլոր ծախսերը պետք է կատարվեն բացառապես նախընտրական հիմնադրամներից եւ անկանխիկ եղանակով։ Սակայն քաղաքական իրականությունը հաճախ ավելի ճկուն է, քան օրենքը։ Գումարները միշտ էլ գտնում են իրենց ճանապարհը, եւ այսօր այդ ճանապարհը ավելի ու ավելի հաճախ անցնում է կրիպտոարժույթի միջոցով։ Իսկ կրիպտոարժույթի հետ կապված ինչպիսի կարգավորումներ ունի մեր պետությունը։ Մեր երկրի տնտեսական համակարգում կրիպտոարժույթը ինչ է։ Մարդը իրավունք ունի ունենալ կրիպտոարժույթ, թե չէ։ 2025-ին ընդունվեց կրիպտոակտիվների մասին օրենքը, սահմանվեց կրիպտոակտիվ հասկացությունը։ Արդեն այսօր համաձայն կրիպտոտնտեսվարողների միության 450,000 քաղաքացի օգտվում կամ գոնե մեկ անգամ օգտվել է կրիպտոարժույթից։ Հավանաբար կանխատեսելով ընտրությունների վրա կրիպտոհոսքերի հնարավոր ազդեցությունը, սահմանափակումները սկսվեցին կիրառվել արդեն 2026-ի հունվարից։ Անկանխիկ գործառնությունների մասին օրենքով սահմանափակվեց կրիպտոակտիվներով գործարքների իրականացումը, այնուհանդերձ կրիպտոյի կանխիկացման հնարավորությունն ընտրությունների փուլում վերջնականապես չփակվեց։ Մինչև 300,000 դրամի կրիպտոարժույթը կարելի է գնել եւ վաճառել կանխիկով, ընդ որում չկա գործարքների քանակի որևէ սահմանափակում, այսինքն կարելի է շրջել կրիպտոյի փոխանակման կետերում եւ անվերջ 300,000-ական դրամներ կանխիկացնել։ Իսկ ինչքան է կրիպտոարժույթի կանխիկացման ծավալը մեր երկրում եւ ինչքան է ստվերը։ Պարզվում է նման տվյալներ պետական կառույցները չունեն։ Կենտրոնական բանկը խոստովանում է, քանի դեռ ոլորտն ամբողջությամբ չի լիցենզավորվել, չկան նաև կրիպտոակտիվների կանխիկացման ծավալների տվյալներ, չկան ստվերի հստակ գնահատականներ։ Ավելին, ապրիլի դրությամբ դեռևս ոչ մի ընկերություն չի դիմել լիցենզիայի համար։ Մինչդեռ ոլորտում գործող ընկերությունները 2026-ի հունվարի 31-ից մեկ տարվա ընթացքում պետք է լիցենզավորվեն կենտրոնական բանկում, այլապես իրավունք չեն ունենա աշխատելու։ Թե որքան է կրիպտոյի շրջանառությունը Հայաստանում, տվյալներից չի տիրապետում նաև պետական եկամուտների կոմիտեն, թեև 2024-ի հունիսին կառավարությունը Պեկին 583.5 միլիոն դրամ է հատկացրել Chainalysis ռեակտոր ծրագիրը ձեռք բերելու համար։ Դրա միջոցով հնարավոր է վերահսկել ոլորտը, բացահայտել կասկածելի գործարքները, նույնականացնել գործարքների իրական շահառուներին եւ այլն։ Կառավարության որոշումից անցել է 1 տարի 8 ամիս ժամանակ։ Factor TV-ն Պեկից պարզել է ծրագիրը չեն գնել, հետեւաբար եւ չեն վերահսկում։ Մինչդեռ շուկայի մասնակիցների փորձագետների հաշվարկներով 2025-ին Հայաստանում կրիպտոարժույթի շրջանառվող գումարը շուրջ 10 միլիարդ դոլար է եղել։ Ոլորտում գործում են մոտ 30 միջին ու խոշոր եւ 100-ից ավելի մանր ընկերություններ։ Սա նշանակում է մի պարզ բան՝ կրիպտոարժույթի շուկան թափանցիկ չէ պետության համար, հետեւաբար դժվար վերահսկելի է, իսկ սա էլ նշանակում է կա ընտրական գործընթացների ապօրինի ֆինանսավորման եւ ընտրությունների արդյունքների վրա ազդելու լայն հնարավորություն։ 2026-ի մարտից կանխիկ գումարների տեղաշարժի մասով հսկողությունը խստացվել է։ Սա թերևս պատահական չէ։ Այս տարվա միայն առաջին 2 ամիսներին Հայաստան կանխիկի ներմուծման մոտ 450 դեպք է բացահայտվել, շուրջ 59.5 միլիոն դոլարին համարժեք գումարի չափով։ Մարտ-ապրիլին ՊԵԿ-ը եւս 9 դեպք է բացահայտել, ընդհանուր 133 միլիոն ռուբլու չափով։ Վերջին դեպքն օրեր առաջ էր։ Փորձել էին մոտ 73 միլիոն ռուբլի Ռուսաստանից ինքնաթիռով տեղափոխել Հայաստան ու բռնվել էին։
Նրանք չէին կարողացել հիմնավորել ճամպրուկներով իրենց բերած փողի ծագման աղբյուրը, այսինքն դրանք ապօրինի են եղել։ Ընդ որում, ապօրինի կանխիկի խոշոր հոսքերի խնդիրը վերաբերում է ԵԱՏՄ երկրներին՝ Ռուսաստան, Բելարուս, Ղազախստան, քանի որ այլ երկրներից Հայաստան եկող $10,000-ից ավել կանխիկ գումարը պարտադիր հայտարարագրվում է։ Ապօրինի կանխիկ գումարներ ներկրողներին իրենց բերած միլիոններով հանդերձ վերադարձրել են ետ։ Կարելի է ենթադրել, որ այդ գումարների տերերը փորձելու են գտնել այլ ուղիներ իրենց նպատակին հասնելու համար։ Մենք ձեր փողերի ապօրինի շրջանառության համակարգը վերջնականորեն հեսափակենք, դուք 3 հոգով եք մնալու։ Ֆակտոր TV-ի հարցմանն ի պատասխանը արտաքին հետախուզության ծառայությունը հանդես է եկել ուշագրավ կանխատեսմամբ։ Թեև ծառայությունը նշում է, որ կրիպտոշրջանառության չափը պարզելը իր իրավասությունից դուրս է, սակայն նախընտրական փուլի վերաբերյալ ծառայության գնահատականները խիստ մտահոգիչ են։ Առաջիկա խորհրդարանական ընտրությունների շրջանակում անօրինական ֆինանսավորման սխեմաներում կրիպտոարժույթների օգտագործման ծավալները կաճ են։ Սա պայմանավորված է ապօրինի ֆինանսավորման այլ ձևերի նկատմամբ խստացված հսկողությամբ։ Սա նշանակում է, որ քանի դեռ ՊԵԿ-ը ճամպրուկների որս է անում սահմանին, քաղաքական ստվերային միջոցները տեղափոխվում են թվային տիրույթ, որտեղ ըստ արտաքին հետախուզության ծառայության կրիպտոարժույթների կիրառությունը կշարունակվի ուշադրություն բարձր քողարկում պահանջող գործողությունների հետագծելիությունը բացառելու նպատակով։ Կրիպտոարժույթը թույլ է տալիս ընդհատակյա վճարումներ իրականացնել։ Խոշոր գումարները հատկապես որ բանկային, այսպես ասած, վերահսկողության տակից չերևա, բնականաբար կրիպտոարժույթը ամենալավ ձևերից է։ Իհարկե հետո առաջանում է խնդիր, որ այդ գումարը պետքա կանխիկացվի ինչ-որ մի ձևով, բայց այդտեղ էլ սխեմաներ կան։ Իհարկե ուրիշ հարց է, որ օրինակ մանր ընտրակաշառք կրիպտոարժույթով կարելի է անել թե ոչ, բայց ես ձեզ ասեմ, որ մի տարօրինակ բան, զեղծարարները, քանի որ հենց կրիպտոարժույթով են աշխատում, մարդկանց լավ սովորեցրել են օգտվել դրանից։ Շատ մարդիկ ունեն այդ կրիպտո քսակները, դրամապանակները, այնպես որ նույնիսկ մանր-մուներ 5-10 հազարանոց ընտրակաշառքն տեսականորեն կարելի է կրիպտոյով տալ։ Ոլորտի ընկերությունները պարտավոր են նույնականացնել հաճախորդին ու հաշվառել գործարքները։ Թե իրականում այս կանոնն ինչքանով է պահպանվում, գնահատել հնարավոր չէ։ Ոլորտը, ինչպես նշեցինք, դեռևս լիովին չի վերահսկվում։ Կրիպտոն ինքը անոնիմ չի։ Ինքը իրականում պսևդոնիմային է, դու տեսնում ես հաշվամարները, կարող է չիմանաս ով է դրա հետևում կանգնած, բայց լինում է ինչ-որ կետերում, ինչ-որ օղակներում, չենջերում, նույնականացման հարթակով պահանջող բաներում, բորսաներում, այնտեղ անձնագրերով մարդիկ նույնականացված են, լինում է պարզել, թե ովքեր են տրանզակցիա անողները։ Բացի դրանից, բլոկչեյնը, որի վրա որ հիմնված է կրիպտոն, ինքը լրիվ թափանցիկ է, դու ինչ-որ հաշվամար տեսնելով կարող ես տեսնել իր բոլոր փոխանցումների պատմությունը, իր այդ փոխկապակցված անձանց, այսինքն եթե ինչ-որ մարդիկ մտածեն, որ կաշառք կարող են լայնամասշտաբ կերպով կրիպտո բաժանել, հաստատ իրանք բռնվելու են, ավելի հեշտ են բռնվելու, քան թե կանխիկով կաշառքը բաժանելուց։ Ուշագրավ է, որ բանկերը մեր երկրում կրիպտոարժույթների հետ հարաբերություններում շատ զգուշավոր են։ Չնայած 2025-ին ընդունված օրենսդրական կարգավորումներին, բանկերը դեռևս խուսափում են կրիպտոակտիվների հետ ուղղակիորեն աշխատելուց։ Շատ հաճախ, եթե համակարգը տեսնում է տրանզակցիա դեպի հայտնի կրիպտո հարթակներ, այն պարզապես մերժվում է, իսկ մեծ գումարների դեպքում հաշիվը կարող է նույնիսկ սառեցվել կամ միակողմանիորեն փակվել, այն համարելով բարձր ռիսկային։ Ուրեմն, ինչպես է կրիպտոարժույթով փոխանցում արվում եւ ինչպես է այն կանխիկացվում։ Ֆակտոր TV-ն անցավ այդ շղթայով։ Փոխանցման համար անհրաժեշտ է երկու բան՝ թվային դրամապանակ եւ ստացողի հասցեն։ Պետք է մուտքագրել հասցեն, գումարի չափը եւ հաստատել գործարքը։ Գործարքը մեծամասամբ բռնվում է այն ժամանակ, երբ թվային աշխարհը հատվում է ֆիզիկականի հետ։ Իսկ կրիպտոյի կանխիկացման հիմնականում 3 ճանապարհ կա։ Առաջինը կրիպտո փոխանակման կետեր։ Երևանում կան բազմաթիվ գրասենյակներ, որտեղ կրիպտոարժույթը փոխանցում եք նրանց հասցեին եւ ստանում կանխիկ, մինչեւ 300,000 դրամի սահմանում։ Երկրորդը փոխանակում երկու անձանց միջեւ։ Փոխանցեցիր կրիպտոն, ստացար կանխիկը։ Երրորդը կրիպտո բանկոմատներն են։ Երևանի տարբեր վայրերում կան ահա այսպիսի հատուկ տերմինալներ, որոնք թույլ են տալիս կանխիկացնել կրիպտոարժույթը։
Նկատենք, որ օրինական աշխատելու դեպքում գրասենյակները պարտավոր են պահանջել անձնագիր գործարքը գրանցելու համար, իսկ խոշոր գումարների դեպքում նաև դրանց ծագման աղբյուրը։ Սակայն կրկնենք, լիցենզավորված ընկերություն դեռ չկա, այսինքն վերահսկողություն նույնպես չկա։ Թեև ընտրողներին ընտրակաշառքը համատարած կրիպտոարժույթով բաժանելը ռեալ չէ, սակայն կա կրիպտոն կանխիկացնող գործակալների մեխանիզմը, որն արդեն փորձված է։ Այն ակտիվորեն կիրառվել է 2025-ին Մոլդովայի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Հայաստանը կարող է դառնալ Մոլդովայի կրկնությունը, քանի որ այդ երկրի իրավապահները փակել էին անօրինական փողի ներմուծման ավանդական ուղիները, գործի էր դրվել կրիպտոարժույթը։ Միայն մեկ կրիպտոդրամապանակում, որը բացահայտել էր Մոլդովայի ազգային հակակոռուպցիոն գործակալությունը, պահվում էր ավելի քան 100 միլիոն եվրո, միջոցներ, որոնք օգտագործվել էին ֆեյքերի ֆինանսավորման, կեղծ լրատվամիջոցների, բողոքի ցույցերի եւ ընտրակաշառքի համար։ Մոլդովայի Watchdog վերլուծական կենտրոնի զեկույցի համաձայն գումարը ռուսական բանկերից վերածվում էր կրիպտոարժույթի, հիմնականում թվային արժույթի USDT-ի, իսկ տեղում կանխիկացվում գործակալների միջոցով։ Այսինքն բացահայտվելու դեպքում պատասխանատվություն առաջին հերթին կրում է այդ գործակալը, ոչ թե պատվիրատուն կամ այն ընտրողը, որը վաճառել է իր ձայնը։ Ազդեցությունը եղել է տարբեր մակարդակներում, քանի որ այս գումարը ոչ միայն օգտագործվել է ձայներ գնելու համար, այլև ապատեղեկատվության առցանց քարոզարշավներ կառավարելու, Մոլդովայում ռուսամետ կուսակցությունները ֆինանսավորելու, տարբեր այսպես կոչված սոցիալական նախագծերին նպաստելու համար, որոնք հատկապես իլան շորներ իրականացնում Մոլդովայում։ Ֆինանսավորել են այն մարդկանց աշխատավարձերը, ովքեր աշխատում են հեռուստաընկերություններում, որոնք պատկանում են կամ ենթադրաբար պատկանում են այս օլիգարխներին, որոնք հիմա թաքնվում են Ռուսաստանում։ Ուշագրավ է, որ Watchdog-ի գնահատականով այդ ապօրինի փողերի մինչև 60%-ը գրպանվել է, այսինքն ըստ էության նաև ներքին կոռուպցիա է եղել։ Ֆինանսական տեսանկյունից փորձագետի կարծիքով Հայաստանն ավելի բարդ վիճակում է։ Ձեր տարածքում գործող ռուսական բանկեր կան, ինչը դա դարձնում է գրեթե անսահմանափակ հնարավորություն ընտրողներին կաշառելու համար։ Մի ենթադրեք, որ այն ինչ տեղի ունեցավ Մոլդովայում, չի կարող կրկնվել Հայաստանում։ Ոչ ոք ապահովագրված չէ։ Ռուսական հիբրիդային պատերազմը բոլորի դեմ է իր շրջապատում։ Այսպիսով, ինչ պարզեց մեր փաստաքննությունը։ Իրավական կարգավորումներն ընդունվել են, բայց գործնականում դեռևս միայն թղթի վրա են։ Կրիպտոակտիվները վերահսկելու գործիքի համար հարյուրավոր միլիոնները տրամադրվել են, բայց ՊԵԿ գործիքը դեռևս չի գնել եւ չի վերահսկում դաշտը։ Արտաքին հետախուզության ծառայությունն ինքն է բարձրաձայնում խորհրդարանական ընտրությունների շրջանակում կրիպտոարժույթների օգտագործման ծավալների աճի ռիսկը։ Ստացվում է, ներկայիս քարոզարշավն ընթանում է մի կողմից ճամպրուկներով ներկրվող կանխիկ փողի, մյուս կողմից կրիպտոարժույթի անվերահսկելի հոսքի պայմաններում, որ դարձել է իրական հիբրիդային զենք, մեկ կոճակի սեղմումով անցնելով սահմաններ։